Փաշինյանը նպատակ չունի Հայաստանին օժտել իրական կիբերպաշտպանական կարողություններով։ Այսպիսի հրապարակում է արել ԱՆԻՖ-ի նախկին տնօրեն Դավիթ Փափազյանն իր Facebook-յան էջում։ ԱՆԻՖ-ի հիմնադիր թիմը համագործակցեց Օրբիսի հետ պատրաստելու տաղանդավոր եւ աշխատասեր մասնագետների նոր սերունդ, որոնք ունակ կլինեին պաշտպանել երկրի տնտեսությունը կիբերհարձակումներից։ 2024 թվականի ամռանը նոր իրականությունից հուսալքված Յուրին, Վարդուհին, Յաշան, Անուշը, Մերին, Կորը, Սևակը, Արմանը, Լիաննան ու Նարեկը հրաժարվեցին աշխատանքից, իսկ պետական միջոցներով ձեռք բերված գերարդիական տեխնոլոգիան մնում է անտեսված ու փտում։ Ինչու՞։ Որովհետև Նիկոլ Փաշինյանը նպատակ չունի Հայաստանին օժտել իրական կիբերպաշտպանական կարողություններով, նշված է հրապարակման մեջ։ Հիշեցնենք, որ Փափազյանը ավելի վաղ նշել էր, որ Նիկոլ Փաշինյանին սպասվում է հերթական ձախողումը։ Օգոստոսի 15-ին գլխավոր դատախազությունը հանրային քրեական հետապնդում է հարուցել Դավիթ Փափազյանի նկատմամբ ԱՆԻՖ-ի վերաբերյալ վերջինիս ենթակա ֆոնդի եւ CFWPB-ի գործարքին։ Փափազյանը մեղադրվում է միանգամից 3 քրեական հոդվածով՝ փաստաթղթերի, դրոշմների, կնիքների, ձևաթղթերի կեղծում կամ կեղծ փաստաթղթերի, դրոշմների, կնիքների, ձևաթղթերի իրացում, պատրաստում կամ օգտագործում, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում, ինչպես նաեւ մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունների կամ դրանցով պայմանավորված ազդեցության չարաշահում, որը պատճառել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս։ Նշենք, որ օգոստոսին Մեծ Բրիտանիայում գործող մարդու իրավունքների արաբական կազմակերպությունը բողոք է ներկայացրել Հայաստանի գլխավոր դատախազին ընդդեմ Հայաստանի քաղաքացի Դավիթ Փափազյանի։ Իրավապաշտպան կազմակերպությունը գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին կոչ էր արել անհապաղ հետաքննություն սկսել Փափազյանի նկատմամբ, որը ըստ առկա տեղեկությունների Գազայի մարդասիրական հիմնադրամի խորհրդի նախագահն է։